Փառք Աստծուն հրաշալի օր ունենք այսօր, փառք Աստծուն քեզ համար, որ դու կտրեցիր քո ժամանակից եւ այն ընծայեցիր Տիրոջը։ Ճիշտ տեղում ես ցանում այն։ Որովհետեւ որտեղ ցանենք, այնտեղից կհնձենք։ Ինչ ցանենք, դա էլ կհնձենք թանկագինս։ Եվ իրականում արժե գնահատել այն, ինչը որ մենք հիմա անում ենք, ինչով մենք ունենք։ Արժե գնահատել եւ փառք տալ Աստծուն այս հնարավորության համար եւ ազատության համար, ինչու ոչ, որովհետեւ կգա ժամանակ, որ գիտես այս ազատությունը մենք չենք ունենա։ Դու կասես Մարգարյանում ես, Տիրոջ խոսքն է սա ասում։ Կգա ժամանակ, որ իհարկե մենք կուզենանք հավաքվենք մեկտեղ, բայց չենք ունենա այս հնարավորությունը, որովհետեւ իրականում այս աշխարհին սպասում են դեռ շատ բաներ, որը դեռ տեղի պիտի ունենան, որը դեռ տեղի չեն ունեցել։ Եվ նեղություն իհարկե կգա։ Մենք հիմա լենու աշխարհում ենք ապրում եւ փառք Աստծուն այս օրերի համար։ Հիմա գիտես որ սեզոնն է, հիմա այն սեզոնն է, որ մենք ինչքան կարող ենք պիտի պաշտենք մեր Տիրոջը։ Որովհետեւ մենք հիմա մի ժամանակի հատվածի մեջ ենք, որի մասին կարան երազեն եւ երազում էին շատ սուրբեր եւ չունեին սա։ Դու պատկերացնում ես, մարդիկ երազում էին ազատ հավաքվել Տիրոջ մեջ, Տիրոջ եկեղեցում եւ պաշտել Տիրոջը, բայց չունեն այս հնարավորությունը։ Ինչու կար հալածանք, կար նեղություն։ Մարդիկ հավաքվում էին գիշերը, մարդիկ հավաքվում էին թաքուն, մարդիկ հավաքվում էին քարանձավներում, նկուղային հարկերում, որպեսզի պաշտեին Տիրոջը, բայց մենք այսօր ունենք այս ազատությունը, թանկագին եկեղեցի։ Մենք ունենք այսօր հրաշալի հնարավորություն Տիրոջը պաշտելու եւ երկրպագելու եւ փառք Աստծուն այս ժամանակների համար։ Բայց նորից եմ ասում, գալու են ժամանակներ եւ շատ նեղա լինելու, շատ նեղություններ եւ տառապանքներ ենք ունենալու։ Եվ հենց սրա մասին այսօր ուզում եմ ես քո հետ խոսել։ Խոսելու եմ այսօր նեղությունների մասին, որովհետեւ ես խոստացել եմ, չէ՞, մենք շատ ենք խոսելու վերջի ժամանակների մասին, եւ վերջի ժամանակների մասին խոսալով մենք չենք կարող շրջանցել նեղությունը, որը մենք ունենալու ենք։ Եվ Աստվածաշունչը այն անվանում է մեծ նեղություն կամ մեծ տառապանք։ Անցած օրերի մեջ մենք խոսել ենք աշխարհի վերջի նշանների մասին, հիշում ես, հակաքրիստոսի բնութագրի մասին, ու ոչ ոքիս համար գաղտնիք չի, որ մենք ունենալու ենք նեղություն։ Թեև նեղություններ միշտ լինում են, նեղությունները անխուսափելի են, կա ընդհանուր նեղություն, որ ցանկացած մարդ ապրում է։ Լինի դա անհավատ, թե հավատացյալ, աշխարհիկ, թե եկեղեցու մարդ, բոլորս անցնում ենք նեղություններով, ինչպես որ խոսքն ասում, երբ որ կարկուտը գալիս է, այն կարող է ջարդել թե անհավատի բերքը, թե հավատացյալի բերքը։ Եվ նեղություն ենք անցնում, ցանկացած մարդ անցնում է նեղություն։ Մի փոքր հատկանշական է քրիստոնյաների նեղությունը, որը որ ունենում ենք, հալածանք, նեղություններ, տառապանք, բանտարկություն, սա հատկանշական է քրիստոնյաների եւ եկեղեցու համար։ Բայց կա նաեւ մի նեղություն, որը դեռ պիտի գա։ Մատթեոս ավետարան 24:21։ Սանք Տեր Հիսուս Քրիստոսի խոսքերն են, որովհետեւ այդ ժամանակ այնպիսի մեծ նեղություն կլինի, որպիսին աշխարհի սկզբից մինչև հիմա չի եղել, ոչ էլ երբևէ կլինի։ Հենց սրա մասին եմ ուզում այսօր խոսել։ Սանք Տեր Հիսուս Քրիստոսի խոսքերն են, որ նա մեզ զգուշացնում է, որ այն ժամանակ այնպիսի մեծ նեղություն կլինի, որ աշխարհի սկզբից մինչ օրս չի եղել։ Հիշենք աշխարհի սկիզբը։ Ասում է ինչպես որ Նոյի օրերում էր։ Դու պատկերացնում ես, Նոյի օրերում բնաջնջվեց ամբողջ աշխարհը, փրկվեցին մի քանի մարդ։ Եվ Տեր ասում է, դա էլ մի կողմ։ Այնպիսի նեղություն է լինելու, որ դեռ չի եղել։ Դու պատկերացնում ես Նոյի նեղությունը, դու մի պատկերացում Նոյի ժամանակվա նեղությունը, որ նեղություններ են եղել, բայց Տեր ասում է, գիտես, այդպիսի նեղություն, որ դեռ սպասվում է ձեզ, սիրելի ժողովուրդ, այդպիսի նեղություն դեռ չի եղել եւ ոչ էլ լինելու է։ Եվ Աստվածաշունչը այս օրերին անվանում է մեծ նեղության օրեր կամ մեծ տառապանքների օրեր։ Եվ մեծ տառապանք այն ժամանակաշրջան է, երբ աշխարհում կլինեն հատուկ տառապանքներ, փորձություն եւ հալածանք։ Եվ առաջինը մեզ դրա մասին զգուշացնում է մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Այս համատեքստում Հիսուսը մի արտահայտություն է անում եւս, որը շատ հետաքրքիր է։
ասում է ճշմարիտ եմ ասում ձեզ, այս սերունդը չի անցնի, մինչև որ այս ամենը չկատարվի։ Ասում է, գիտես, այս սերունդը չի անցնի, մինչև այս ամեն ինչը կատարվելու է։ Մի պահ ուզում ես հասկանաս Տեր իմ Աստված, արդեն 2000 տարի անցել է, բա ո՞նց հասկանանք սա։ Տեսեք Մատթեոսի ավետարանի 24-րդ գլուխը ինչով է հետաքրքիր։ Տեր Հիսուս համատեղում է երկու իրադարձություն, որը դեռ մեկը տեղի է ունեցել, մեկը դեռ պիտի տեղի ունենար։ Առաջի իրադարձությունը սա Իսրայել ժողովրդի նվաճումն է հռոմեացիների կողմից ամբողջությամբ։ Երբ որ Տերը ասեց քարի վրա չի մնա, հիշում ես այս արտահայտությունը։ Եվ Տեր Հիսուսը համատեղում է երկու իրադարձություններ՝ Երուսաղեմի գրավումը եւ աշխարհի վերջը։ Եվ սրա համար ասում եմ ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերունդը չի անցնի, այսինքն ինձ լսողների սերունդը չի անցնի եւ այս ամեն ինչը կատարվելու է եւ այս սերունդը իրականում տեսավ 70 թվականին, երբ որ Տիտոս կայսերը նվաճեց Երուսաղեմը, Իսրայելը եւ ինչն է հետաքրքիր, սա խորհուրդն է նրա, որ դա պիտի լինի։ Սա խորհուրդն է Հիսուսի երկրորդ գալուստին։ Այսինքն արի մի պահ այսպես հետ գնանք 2000 տարի հետ։ Ինչ էր հետապնդում Հռոմը եւ ինչ էր հետապնդում հռոմեական կայսրությունը եւ Տիտոս կայսրը։ Առաջինը Աստծո ժողովրդի բնաջնջումը։ Հիմա հարց, ինչ ա լինելու, երբ որ գա Հակաքրիստոսը վերջին ժամանակներում, առաջինը նա փորձելու է եւ ամեն բան անելու է Աստծո ժողովրդի վրա հարձակվի։ Երկրորդը քարը քարի վրա չմնաց որտեղ։ Շատ շինություններ կային Իսրայելում, շատ շինություններ կային Երուսաղեմում, բայց ինչը քարը քարի վրա չմնաց, տաճարը Տիրոջ, ինչի վրա է հարձակվելու սատանան վերջին օրերում, ինչի վրա է հարձակվելու Հակաքրիստոսը վերջին օրերում, Տիրոջ տաճարի վրա։ Տաճարը առաջինը ես ու դու ենք։ Եվ նա ամեն ինչ կփորձի անել, որպեսզի քարը քարի վրա չմնա։ Այս տաճարի, քո տաճարի, նայ քեզ։ Դու տաճարն ես Տիրոջ, ու Տիրոջ հոգին քո մեջ է բնակվում, եւ ամենաուժեղ հարձակումը Հակաքրիստոսի մեր օրերում, ես մեր օրերը արդեն 2000 տարի է։ Մեր օրերում եւ հետո դեռ որ պիտի գա այդ օրերը, այդ մեծ նեղությունները, նա հարձակվելու է Տիրոջ ժողովրդի եւ Տիրոջ տաճարի վրա, եկեղեցու վրա, քո վրա, որպեսզի քարը քարի վրա չթողնի։ Մենք տաճար ենք Տիրոջ, եւ այս աշխարհի համակարգը, չարը, սատանան ամեն բան անում, ամեն հարձակում կատարում է, որպեսզի, գիտես, իմ ու քո հոգեվոր կյանքից ոչինչ չմնա, մի պատ, այն է լացի պատ։ Եվ այդ հսկայական տաճարից Երուսաղեմի գեղեցիկ տաճար էր այն կոչվում։ Այն Սողոմոնը կառուցեց, հետո քանդեցին, հետո Հերովդեսը վերակառուցեց, տասնյակ տարիներ։ Մեծ այդ հսկայական կառույցից մնաց մի պատ, այն է լացի պատ։ Ահա թե ինչ ա ուզում չարը անել իմ եւ քո հոգեվոր կյանքի հետ։ Որ մի հիշատակ մնա, մի կոթող, այն է լացի կոթող։ Որ մեր հսկայական հոգեվոր կյանքից մի փոքր բան մնա, մի փոքր բեկոր, լացի պատ, եւ գան ու նայն ասեն, «Էս չէիր դու», գեղեցիկ մի շինություն էր, հետաքրքիր մի մարդ էր, Աստծո հոգով լցված, Տիրոջ ներկայությունը այնտեղ էր, Տիրոջ փառքն էր քարոզում մի ժամանակ։ Իսկ հիմա մնացել է ընդամենը մի փոքր պատ, այն է լացի պատ։ Դա համար շատ ուշադիր մենք պիտի լինենք։ Ամեն։ Գերուշադիր պիտի լինենք մեր կյանքերին։ Դա համար խոսքը ասում է կանգ առեք եւ տեսեք արդյոք հավատքի մեջ եք թե ոչ։ Տերը մեզ շատ անգամներ զգուշացնում է, զգուշ եղեք, ինչ եք լսում, զգուշ եղեք ինչ եք խոսում, զգուշ եղեք ինչ եք անում, ինչ եք ուտում, զգուշ լինենք, գերուշադիր լինենք, որովհետեւ պետք չի թերագնահատել մեր թշնամուն, պետք չի թերագնահատել սատանային։ Գիտես նրան ձեռ ա տալի, որ երկու ծայրեղություն էր, կամ մենք նրան նկարենք պոզով, պոչով անդուր մի կենդանի, դա նրան ձեռ ա տալիս, ինչպես որ Միշնադարում անում էր եկեղեցին։ Միշնադարում եկեղեցին սատանեն նկարագրում էր պոզով, պոչով անդուր մի անհայտ կենդանի։ Դա նրան ձեռ ա տալիս, նա իր գործը կարատակից այնպես լավ անի։ Դու կարծի, որ ես շատ թույլ եմ, դու այդպես է մտածի։ Գիտես, մեր ազգը սրա վառը այս հետևանքները կրողներն ենք, որ մենք 30 տարի կարծեցինք, որ մեր թշնամին
Պոզով պոչով չշարունակեմ։ Հետևանքները թարմ են, որ շատ թերագնահատեցինք։ Գիտես, սատանան այդպես նա ամեն ինչ կուզե անի, որ կամ մենք կարծենք ինքը շատ թույլ, անիմաստ, հիմար մի կենդանի է, որ նա իր գործը անի, կամ շատ սարսափենք դրանից։ Ամեն թփի տակ ասեք սատանան, 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 սատանան։ Չէ։ Սա այլ մի այլ ծայրահեղություն է։ Դա համար, ինչպես որ Աստծո ծառանից մեկը ասեց, քրիստոնյաները գտնվում են այդ բալանսի մեջ, երբ որ այս ծայրահեղությունից այն ծայրահեղության ճանապարհին են գնում, հենց որ մեջտեղում են այդ բալանսի մեջ են, հետո գնում են մյուս ծայրահեղություն։ Դա համար արի բալանսը պահենք, թանկագիներս։ Լավ։ Ոչ շատ սարսափենք, բայց ոչ էլ թերագնահատենք, որտեղ նա շատ իմաստուն է։ Եվ նա վերջի ժամանակներում ամեն ինչի միջոցով կփորձի ինձ եւ քեզ շեղել մեր ճանապարհից, թմրեցնել, որ քուն գա մեր վրա եւ մենք քնենք։ Երեք երբ որ գալիս ենք Ստեփանավան, գիշեր էր, գիշերվան 1-ն էր, այնպիսի մի քուն էր իջերին վրա։ Էլի եղել է նման դեպք, բայց այսպիսի բան դեռ տեղի չէր ունեցել։ Եվ ես ունեի ընտրություն։ Կամ խշխ քաշի աշկայինի, կամ քաշի աշկայինեի, կամ անհայտ այսպես են, որ չգիտեմ ինչի վրա հույսս դրած գնայի։ Ես ընտրեցի առաջինը, քաշեցի աշ մի փոքր կայնեցի։ Ես սատանան ամեն ինչ կանի, որպեսզի մենք մեր վրա, մեր աչքերի վրա ծանրություն բերի եւ մենք քնենք։ Լավ, այստեղ մի չեմ ուզում շատ կանգ առնեմ։ Գիտեք, ասում եմ ճշմարիտ, ասում եմ ձեզ, այս սերունդը չի անցնի միջև որ այս ամենը չկատարվի։ Կատարվեց 70 թվականին մեր թվարկության։ Տիտոս կայսերը նվաճեց Երուսաղեմը, քանդեց ամեն բան, քարը քարի վրա չդրեց։ Երկրորդ, որն այս սերունդը չի անցնի։ Որն այդ սերունդը, չար եւ շնացող սերունդ։ Հիսուսը շատ է սրա մասին խոսում։ Չար եւ շնացող սերունդ։ Եվ այդ չար եւ շնացող սերունդը մինչ օրը շարունակվում է։ Սերունդը չար է եւ շնացող։ Եվ տեսնելու է աշխարհի վաղճանը։ Եվ ինչպես որ Նոյի օրերում էր, ինչպես էր Նոյի օրերում։ Մարդիկ չգիտեն երբ էր գալու։ Նոյը մեկ դար շարունակ քարոզեց ու քարոզեց։ Նրանք լսում էին, բայց չէին լսում։ Լսում էին, բայց չէին հասկանում։ Միջև որ տապանը փակվեց, դրանից հետո ինչքան էլ ուզեցան մտնեն տապանը, նրանց չհաջողվեց, արդեն վերջ։ Արդեն ուշացել էր, գնացքը գնացել էր, եւ արդեն ուշ էր, այլ փրկություն այնտեղ չկա։ Եվ տվյալ գրքում Տերը համատեղում է 70 թվականի տեղի ունեցած Երուսաղեմի կործանումը եւ մեծ նեղությունների օրերը, մեկ համատեքստում, որը որ խորհրդանշական է։ Եվ 22-րդ խոսք։ Եվ եթե այդ օրերը չպակասեցվեին, ոչ ոք չէր փրկվի, սակայն ընտրյալների համար այդ օրերը կպակասեցվեր։ Գիտես, ուզում եմ ուշադրությունը դարձնել փրկվի բառի վրա, փրկության վրա։ Խոսելով փրկության մասին, ես մի բան կուզենամ ասել։ Իրականում փառք եմ տալիս Աստծուն, որ Աստված այդ հարցը ծածկել է իր մեջ։ Փրկության հարցը Աստված իր մեջ է ծածկել։ Որովհետև մենք մարդ ենք, մենք կարանք կամ սաղի դժոխք ուղարկենք, կամ սաղին դրախտ ուղարկենք, հա։ Ու մարդու ձեռքերի մեջ չի փրկությունը, եւ փրկության հարցը Աստված իր մեջ է ծածկել։ Մի բան էլ եւս, Աստված շատ քիչ խոսած, մեր Տեր Հիսուսը շատ քիչ խոսած երկնքի մասին։ Ուշադիր եղել ես։ Մեր ուշադրությունը երկինքն է, բա երկինքում ո՞նց է լինելու, ինչ ենք անելու, ինչ ենք ուտելու, ինչ ենք հագնելու, իրա ճանաչելու ենք թե չէ, իսկ մենք մարդու կնիկ այնտեղ լինելու ենք թե չէ։ Հա, այսպեսի շատ հարցեր ունենք, երկնքում ո՞նց է լինելու։ Դրա համար Տեր Հիսուսը շատ քիչ խոսած երկնքի մասին։ Պողոս առաքյալը լինելով երկնքում, հայտնվելով երկնքում, հիշում ես, ասեց մինչև երրորդ երկինք հափշտակվեցի, եւ բաներ տեսա, որ չեմ կարա պատմեմ, անպատմելի է, մարդկային միտքը չի կարա դանկալի, եւ վերջ, շարունակեց իր ասելիքը, նույնպես Հիսուսը։ Նիկոդեմոսին ասեց, գիտես, քեզ երկրային բաներ են պատմում, դու չես կարող հասկանաս ինձ, բայց որ երկնայինը պատմեմ, չես կարա հասկանաս։ Դա համար փառք եմ տալիս Աստծուն, որ փրկության հարցը Աստված իր մեջ է ծածկել։ Հիսուս ավելի խոսում էր ճանապարհի մասին։ Մենք պիտի խորհենք ճանապարհի վրա, ճանապարհի մասին, որ նեղա, քարքարոտ է, փշոտ է, եւ քչեն են այն ինչ անում,
գտնում, չէ՞։ Գտնում, քչեն են այն գտնում։ Պարզում այն փնտրել է պետք։ Պարզում է մենք չենք ծնվում այդ ճանապարհի վրա, այն փնտրել եւ գտնել է պետք։ Այսպիսով, Քրիստոսից ես կխնդրեմ ու գրատախտակը բերեք, ես մի երկու բան եմ ուզում այստեղ նկարեմ, որ ավելի պատկերավոր քեզ կարողանամ ցույց տալ, թե մոտավոր ինչա լինելու։ Քրիստոսի գալուց առաջ լինելու են որոշիչ 7 տարիներ։ Եվ այդ 7 տարիները մի քանի կերպով են մեկնվում։ Միջև որ դրատախտակը կբերվի, ես քուշացնում ուզում դարձնել Դանիել մարգարեության 9-րդ գլխի վրա։ 9-րդ գլուխ 26 խոսքի երկրորդ կեսից կընթերցեմ։ Գալիք իշխանի ժողովուրդը պիտի կործանի քաղաքը, գալիք իշխանի, ուշադիր, գալիք իշխանի, այն իշխանը, որ դեռ պիտի գա, ժողովուրդը, այդ իշխանը ժողովուրդ է ունենալու, մի մեծ բանակ, հետևորդներ, պիտի կործանի քաղաքը եւ սրբարանը։ Մենք սա տեսանք տեղի ունեցավ 70 թվականին, բայց քանի որ ինչպես որ ասեցի, սա խորհրդանշական է եւ մեկ համատեքստում Տեր Հիսուսը պատմեց թե 70 թվականի Երուսաղեմի կործանումը, թե աշխարհի վերջի մասին, պիտի կործանի քաղաքը եւ սրբարանը։ Նրա վերջը հեղեղով կլինի եւ միջև պատերազմի ավարտը ավերումներ են որոշված։ Եվ նա շատերի համար մեկ յոթնյակ պիտի զորացնի ուխտը, հիշիր այս բառը, մեկ յոթնյակ։ Եվ յոթնյակի կեսին պիտի դադարեցնի զոհը եւ հացի ընծան։ Եվ տաճարի եզրի վրա ավերումի գարշությունը կլինի, մինչև որ վերջնական եւ նախասահմանված պատուհասը կթափվի ավերողի վրա։ Այսինքն այստեղ մարգարեն խոսում է յոթնյակի եւ յոթնյակի կեսի մասին։ Սա 7 տարիներ են, որոնք որ լինելու են շատ որոշիչ տարիներ, եւ յոթնյակի կես, 3.5 տարի։ Այստեղ բոլորիդ երևում, հա։ Չէ՞։ Ոնց դնեմ որ երևա։ Երևում է։ Այստեղ երևում է։ Տեսեք։ Այս գիծը գծեմ, սա ժամանակն է։ Սա ժամանակն է։ Վերցնենք սա մեր օրեր։ Մեր օրեր։ Լինելու է նեղություն եւ տառապանք, ես չգիտեմ ինչքան։ Եվ այստեղ դնենք 7 տարվա սկիզբ։ Լինելու են եւ երկու իրադարձություններ։ 3.5 տարի եւ Քրիստոսի գալուստը։ Խաչ նկարեցի։ Դա Քրիստոսի գալուստն է։ Հիմա տեսեք, սա պատկերացեք մեր օրերն է։ Մենք հիմա կրում ենք այս տառապանքը, նեղությունը, հալածանքը եւ այլն, բայց 7 տարիների սկզբին այն շատ սաստիկ է լինելու։ Շատ հալածանքներ եւ տառապանքեր լինելու։ Եվ պետք է գալու մեկ անձ, մեկը, ով որ կգա եւ կփրկի բոլորին այս իրավիճակներից։ Ես անցած անգամ ասեցի, որ հակա Քրիստոսի բնութագրի մեջ խոսելով ասեցի, որ նա ամեն ինչ անում է, որպեսզի վերցնի կրոնական աշխարհի ձեռքերի մեջ, հիշում ես։ Որպեսզի վերցնի քաղաքական, տնտեսական, ռազմական բոլոր ոլորտները նա փորձելու է զավթի, որպեսզի նա երբ որ ի հայտ գա, նա բոլորին փրկի։ Եվ ավելին ասեմ, շատերը մոլորվելու են։ Շատ հավատացյալներ, եկեղեցու շատ, չեմ ասի քանի տոկոս, չգիտեմ, բայց գրված է, որպեսզի եթե կարողանա ընտրյալներին էլ մոլորեցնի։ Եկեղեցին դա Աստծո ընտրյալ ժողովուրդն է, եւ նա ամեն ինչ կանի, որպեսզի մոլորեցնի։ Հիմա տեսեք, Հիսուսը պիտի գա իր սուրբերով եւ սրանից հետո պիտի հաստատվի հազարամյա թագավորություն։ Չգիտեմ, այսօր կհասցնեմ սրա մասին խոսեմ թե չէ, հազարամյա թագավորություն։ Բայց Հիսուսի գալուց առաջ չի երևում, թող մեզ ներեն մեր նայողները, ուր դնեմ որ երևա։
Մոտ, այստեղ լավ է։ Իսկ հիմա ով չերևաց։ Դե մեր դալիճը սա է, ինչ արած։ Աղոթեք նոր դալիճի համար։ Հա, դուք զգում եք մեզ նոր դալիճ է պետք։ Հա, ինչից է զգում, տոթա, չէ՞, տոթա մի տեղ։ Փառք Աստծո մեր դալիճի համար, բայց մենք պիտի աղոթենք եւ աղոթում ենք արդեն որպեսզի նոր դալիճ ունենանք, որովհետեւ Տերը պիտի փառավորվի եւ վերջի ժամանակներում իր փառք ավելի է տարածվելու եւ Աստծո ժողովուրդ ավելի է վազելու դեպի եկեղեցի։ Ցկտելու է, որպեսզի գիտես լցվի Տիրոջ հոգով եւ ներկայությամբ։ Այսպիսով, թանկագիններս, տեսեք, 1000-ամյայից առաջ Տիրոջ Տեր Հիսուսի երկրորդ գալուստից առաջ լինելու են կատակլիզմաներ, մեծ նեղություն, տառապանք, հալածանք եւ այլն։ Եվ պիտի գա անօրենության որդին, պիտի գա անօրենի մարմնացումը, պիտի գա մեկը, ով պիտի փրկի, եւ դա լինելու է Հակա Քրիստոսը։ Բայց կա այստեղ մեկը, ով որ պիտի նրան ընդդիմանա։ Լավ, հետո սրան կանրադառնանք։ Այս դեղության մասին մի քանի հիմնական կետեր եմ ուզում քեզ այսօր տալ։ Մեծ նեղությունը լինելու է համընդհանուր բոլորի համար, ամբողջ աշխարհի համար լինելու է մեծ նեղություն։ Ոչ ոք չի պատասխան։ Ոչ ոք։ Լինելու է համընդհանուր եւ այն կապվում է Հակաքրիստոսի ի հայտ գալուն։ Ինչպես որ Տեր Հիսուսը ասեց, որ այնպիսի նեղություն, որ աշխարհի սկզբից չի եղել, ոչ էլ լինելու է։ Եվ կարիք է լինելու մեկ փրկչի, ով որ կգա եւ բոլոր ժողովրդին կփրկի։ Հայտնության գիրք 11:2 Հրեշտակը ասում է Հովհաննես առաքյալին 11:2 հայտնության գրքի։ Իսկ Գավիթը, որ տաճարից դուրս է, դուրս թող եւ մի չափիր, որովհետեւ այն հեթանոսներին է տրվում, որոնք Սուրբ քաղաքը 42 ամիս 42 ամիսը դա 3.5 տարին է։ Հեսա 7 տարիների մեջտեղը 42 ամիս ոտքի կոխան պիտի դարձնեն։ Իմ երկու վկաներին իշխանություն կտամ եւ 1260 օր 300 3.5 տարի է 1260 օր քուրս հակած կմարգարյանան։ Ովքեր են այս երկու ձիթենիները, տեսեք, այս տարիների մեջ դից Աստծուց գալու են երկու վկաները, երկու ձիթենիները, ովքեր են սրանք։ Աստվածաշունչը չի բացում, թե ովքեր են սրանք, բայց մենք կարող ենք ենթադրել։ Կա հայտնի մի կարծիք, որ սա Եղիան եւ Ենովքն են, ովքեր որ մարմնով հափշտակվել են երկինք եւ մահ չեն տեսել, եւ նրանք գալու են որպեսի վկայություն տան Իսրայել ժողովրդին, որովհետեւ 3.5 տարի Իսրայել ժողովուրդը ունենալու է շանս փրկվելու համար։ Եվ հետո գրված է, որ նրանց սպանելու են, քարկոծելու են, նրանց դիակները ընկածա լինելու, հողի վրա նրանց թաղող չի լինելու, մարդիկ իրար աշկալույսանք են տալու, ովքեր որ սպանելու են, եւ Աստված նրանց հարություն է տալու։ Որովհետեւ չէ որ նրանք մարմնով դեռ չեն մեռել, կան երկու անձ, ովքեր որ երկնքում են, հափշտակված են եւ նրանք մահ չեն տեսել։ Սա Ենովքն է, ով որ վարվեց Աստծո առաջ 300 քանի տարեկանում Աստված նրան ընդունեց, հափշտակեց, եւ Եղիանն է, ում որ կարգերով տարան երկինք ձիերը։ Եվ նրանք այնտեղ են երկնքում են։ Եվ այս տառապանքներից առաջ 7 տարիների տառապանքներից առաջ 3.5 տարվա ընթացքում նրանք քարոզելու են Աստծո խոսքը հрьяաների համար։ Ինչու՞։ Որովհետև հрьяաների համար փրկության ծրագիրը ծածկված է։ Ով է ծածկել, ով կար ասի։ Աստված է ծածկել։ Դա համար հрьяաների դատը մեզ տրված չի։ Հрьяաների դատը անձամբ Աստծո եւ իր ժողովրդի հետ է։ Դա համար ոչ ոքս իրավունք չունենք ներողություն արտահայտության համար մեր քիթը խոթենք հрьяաների կյանքի ընթացքի մեջ, որտեղ Աստված նրանցից ծածկել է փրկության ծրագիրը, ինչու որ ծրագիրը հասնի հեթանոսներիս, որ Աստծո փրկություն հասնի հեթանոսներիս, մենք բոլորս հեթանոս էինք եւ կարիք ունենք փրկության լուրի, բայց հրեաները այնպեսի մի ժողովուրդ են, իրանք շատ այսպեսի քաշված էին, իրանք չէին քարոզում Աստծո խոսքը, որտեղ հարամ էր ներողություն բառիս համար հեթանոսի հետ հաղորդակցվելը։ Մենք մի փոքր նման ենք հրեաներին, որ մերը էս կրոնն է եւ վերջ։ Հա, լավ, այստեղ չեմ ուզում շատ կանգ առնել։
Այսպիսով, կարծիքներից մեկը սա Ենոքն ու Եղիան են, երկրորդ կարծիքը, որի հետևորդները շատ քիչ են, սա է, սրանք են Եղիան, ուշադիր լսեք խնդրում եմ, Եղիան եւ Մովսեսը, երկրորդ կարծիքը, ինչու Մովսեսը, որովհետև, հիշում եք Տեր Հիսուսի արտահայտությունը, որ ձեզանից այստեղ մարդիկ կան, որ մահ չեն տեսնի եւ կտեսնեն Աստծո արքայությունը իր փառքով եկած, ով այշում։ Եթե ես չեմ սխալվում, Մատթեոսի 16-17 գլուխներն է։ Եվ Հիսուսը լեռան վրա ում հետ էր խոսում։ Մովսեսի եւ Եղիայի։ Այսինքն դուք չեք մեռնի ձեզանից ոմանք կան։ Երեք հոգի չմեռան ու տեսան դա, չէ՞, ովքեր էին։ Պետրոսը, Հակոբոսը եւ Հովանեսը։ Նրանք մահ չտեսան եւ տեսան Աստծո փառքը իջնելիս լեռան վրա հայր Աստծո ձայնը, որ սա է իմ որդին, նրան լսեցեք, չէ՞, եւ նրանք տեսան Աստծո փառքը լեռան վրա եւ այնտեղ մի խոսքով բաներ կատարվեց եւ մեկնություններից հաջորդը սա է, որ այս երկու ձիթենիները, այս երկու վկաները Մովսեսը եւ Եղիան են։ Մովսեսը որպես հрьяաների օրենսդիր, Աստծո օրենքը տվող մեկը, Եղիան որպես ամենաուժեղ մարգարեներից մեկը, ով հափշտակվել է եւ մահ չի տեսել, ով կարա իր մարմնի վրա զգացած պատմի իր ժողովրդին Աստծո արքայության մասին։ Եվ այստեղ այս փուլերի մեջ լինելու է մի բան, որը կոչվում է եկեղեցու հափշտակություն եւ մեռելների հարություն։ Ես չգիտեմ այսօր կհասնեմ այս թեմային թե չէ, հափշտակության թեմային, բայց եկեղեցին հափշտակվելու է։ Բայց երբ հափշտակվելու, Աստվածաշունչը այս երեքի օգտին էլ խոսում է։ 7 տարիների սկզբին, 3.5 տարի հետո, թե ամբողջ նեղությունը անցնելու է։ Այսինքն, ինչա ստացվում, որ մեծ նեղություններ են սպասվում, տառապանք, կատակլիզմաներ, համաշխարհային ճգնաժամ, պանդեմիա, սուկ, տառապանք, ով այշում կովիդը, չէ, բոլորս ինչ-որ մի բան ենք սպասում, ով կփրկի, ով է զանգակը կկախի, չալոդու, չէ, ասենց հա մենք բոլորս մի բանի սպասում ենք եւ հայտնվեց այդ բանը, այդ հակավիրուսը, որ սրսկում էին, սաղս ազատվեցինք, հա, ինչ ազատություն չեկավ։ Ես ուղղակի փորձ էր, ռեպետիցիա գեներալնի, թե ինչա լինելու։ Հասկանում ես, ամբողջ աշխարհը այնքան փոքրացավ, ուշադիր ես դու, հա, ֆիքսեցի, որ ամբողջ աշխարհը այնքան փոքրացավ, բոլորս գիտենք այս աշխարհի ծայրում ինչա կատարվում։ Եվ լինելու է ավելի վատ օրեր, ինչպես Տեր Հիսուսը ասեց, որ այսպիսի նեղություն չի եղել, ոչ էլ լինելու է, որ մարդիկ կարիք են ունենալու մեկ փրկչի։ Դա լինելու է միգուցե սիստեմա ինչ-որ, համաշխարհային ինչ-որ մի կամ առարկա, ինչպես Աստծո խոսքն ասում, կամ անձ կարա լինի, ինչ-որ մեկը, կամ ինչ-որ մի բան պիտի գա եւ ամբողջ աշխարհը փրկվի։ Եվ եկեղեցին պիտի գնա Հիսուսին ընթառաջ, Հիսուսին դիմավորելու, երբ հասա լինելու, մենք սրա մասին միգուցե այսօր խոսենք։ Լինելու է հափշտակություն, լինելու է մեռելների հարություն եւ լինելու է հազարամյա թագավորություն, որտեղ որ մենք Հիսուսի հետ 1000 տարի թագավորելու ենք, ովքեր որ կհափշտակվեն կամ պատիվ կունենան մեռելներից հարություն առնեն անապական մարմնով։ Գնանք Աստծո խոսքի մեջ եւ շարունակենք, հետո էլի կանդրադառնամ սրան։ Աստծո խոսքը խոսում է կնոջ եւ վիշապի մասին։ Հայտնության գիր 12 գլուխ առաջի 6 խոսքերը։ Տեսեք։ Եվ երկնքում մի մեծ նշան երևաց, մի կին, արևով պարուրված, լուսինն էլ իր ոտքերի տակ, եւ իր գլխին 12 աստղերով պսակ։ Դեպ ասեմ, այս 12 աստղերով պսակը այսօր շատ է նույնականացնում Եվրոխորհրդի կլորը, մեջը 12 աստղեր կան, ինքը պսակի նման, հա։ Սա հատիկ կանդրադառնամ այս սիմվոլներին։ Իր գլխին 12 աստղերով պսակ, նա հղի լինելով այս կինը, աղաղակում էր երկնքի ցավերից եւ տառապանքից, որ ծներ։ Եվ երկնքում մի ուրիշ նշան երևաց, ահա մի մեծ հրեշտակ վիշապ, որ 7 գլուխ ուներ եւ 10 եղջյուր, եւ նրա գլուխների վրա 7 թագ, եւ նրա պոչը
քաշում էր երկնքի աստղերի 1/3 մասը։ Քեզ միտեղ հիշացնում է, հա, հիշացնում է, չէ՞։ Եվ երկրի վրա գցում։ Վիշապը կանգնած էր այդ կնոջ առջև, որ պատրաստվում էր ծննդաբերել, որպեսզի երբ ծներ, նրա զավակին կուլ տար։ Եվ նա մի արու զավակ ծնեց, որ բոլոր ազգերին երկաթե գավազանով պիտի հովվի։ Նրա որդին հափշտակվեց Աստծո եւ նրա գահի մոտ։ Եվ կինը անապատ փախավ, որտեղ Աստծուց պատրաստված տեղ ուներ, որպեսզի այնտեղ նրան կերակրեն ուշադիր 1260 օր, 3.5 տարի։ Այս հատվածում կան շատ հետաքրքիր սիմվոլներ։ Ընդհանրապես մենք չենք կարող հայտության գիրքը առանձնացնել Դանիել մարգարեությունից։ Մենք պետք է այն նայենք մեկ կոնտեքստի մեջ։ Եվ հայտնի են այս երկու գրքերը սիմվոլներով։ Ընդհանրապես մարգարեություններն են շատ հայտնի սիմվոլներով, բայց հայտության գիրքը լի է սիմվոլներով։ Սրա համար են մարդիկ մի փոքր խճճվում։ Տեսեք, խոսենք մի քանի այս սիմվոլների մասին։ Արև, լուսին, 12 աստղեր, հրեշտակ վիշապ, 7 գլուխ, 10 եղջյուր, 7 թակ, աստղերի 1/3 մաս, անապատ եւ 1260 տարի։ Այսպիսով, արևը ինքը խորհրդանշում է կյանքի աղբյուրը, հա, այս կինը ուներ այս արևը, հա, այսինքն սա լույսի խորհուրդն է, սա կյանքի խորհուրդն է, լուսին, նրա ոտքի տակ էր լուսինը։ Մարդիկ կան սա մեկնաբանում են որպես իսլամի ոգուն հաղթող մեկին, ով որ հաղթել է իսլամի ոգին։ Սա ես քեզ վարկածներ եմ ասում։ Սրանք բացարձակ ճշմարտություն չեն։ Ուղղակի ես քեզ ասում եմ, ինչպիսի մեկնություններ կան։ Լուսինը ինչ է։ Լուսինը իր լույսը չունի։ Լուսինը արհեստական լույս է տալիս։ Ինչպես։ Արևը իր լույսը տալիս է լուսնի եւ լուսինը արտացոլում է մեզ։ Լուսինը լույս չունի։ Լուսինը արհեստական է եւ սրա համար են մուսուլմանները վերցրել, Աստված թույլ է տվել, հա, որ նրանք իրենց սիմվոլ վերցնեն լուսինը որպես խորհուրդ, որովհետեւ նրանք իրենց սեփական լույսը չունեն։ Ճշմարիտ լույսը դա Հիսուսն է, արևն է լույս տվողը, 12 աստղեր։ Այս ինչ 12 թվի մասին է խոսքը։ Մեկնություններից մեկն է Իսրայելի 12 ցեղեր, մեկնություններից երկրորդ առաքյալների թիվը, մեկնություն 3 Եվրոխորհրդի աստղերի թիվը, ինչպես պսակ, ով ոնց ուզում մեկնում է։ Ես քեզ չեմ ասելու այսօր սա է ճշմարիտը։ Ես քեզ մի քանի վարկածների մասին խոսեմ, թող Սուրբ Հոգին բացի մեզ։ Լավ։ Հրեշտակ վիշապ։ Սա Արուսյակն է։ Սա Սատանան է։ Նա հրեշտակապետ էր։ Հրեշտակ վիշապ։ Սա Արուսյակն էր։ Արուսյակը ինքը հրեշտակապետ էր։ Չէ՞։ Ով որ գծվեց եւ իր հետ իջացրեց քանի աստղ, հա։ Քանակը 1/3։ Երբ որ Արուսյակը գծվեց երկրի վրա, ամբողջ հրեշտակների քանակի 1/3 մասը ըմբոստացավ նրա հետ միասին եւ իր հետ միասին իջացրեց որտեղ երկիր։ 7 գլուխ։ Ինչա գլուխը։ Գլուխը դա գլուխը։ 10 եղջյուր։ Ինչա եղջյուրը։ Դա իշխանությունն է։ Այսինքն լինելու է մի պետություն կամ լինելու է մի համակարգ, որտեղ ունենալու է 7 գլուխներ։ Միգուցե սա կրոնական, ռազմական, տնտեսական աշխարհներն են, որտեղ որ նա ինչ ունենալու թագ, այս ամբողջ բոլոր ոլորտների վրա։ 7 թագ, 7 գլուխների վրա, բայց 10 եղջյուր, հա։ Մեկնությունները շատ են, մարդիկ սրան տանում են նատոյին են կպցնում, որպեսի ալյանս, հա, ռազմական ալյանս, չգիտեմ, երկրներ, G7 կա աշխարհում, հա, աշխարհի գլխավոր պետությունները, G7 հասա կոչվում, լսած կլինես, հա, տարբեր մեկնություններ կան։ Ես ուղղակի քեզ այսպեսի մի հատ մեծ նկար եմ քո առաջ կանգնեցնում, աստղերի 1/3 մասին խոսեցի, անապատ, սա ապահով մի տեղ է կամ անապատ է։ Անապատ որպես մի տեղ, որտեղ որ նրանք կերակրելու են 3.5 տարի եւ 1260 տարին օր։
Սա 3.5 տարին է։ Մի կին գրված է, ով է այս կինը։ Ներողություն, կորցրեցի ես իմ տեղը։ Ով այս կինը։ Առաջինը, կինը խորհրդանշում է 5 տակարանյան Իսրայելը։ Սա առաջին մեկնությունն է։ 12 աստղերը խորհրդանշում է Իսրայելի 12 ցեղերը։ Ու երբ որ Հիսուսը ծնվեց, Սատանան, այսինքն վիշապը, փորձում է նրան սպանել, ինչպես Հերովդեսի ձեռքով։ Հիշում եք, տղա երեխաներին մինչև 2 տարեկան հրաման տվեց բոլորին սպանել։ Եվ առաջին մեկնությունը սա է, որ կինը խորհրդանշում է 5 տակարանյան Իսրայել ժողովուրդը։ Երկրորդ մեկնությունը, ով է կինը։ Կինը որպես Հիսուսի մայր Մարիամ։ Որոշ մեկնիչներ պնդում են, որ կինը Մարիամն է, ով մարմնապես ծնեց Հիսուսին։ Եվ գրված է, չէ, արուզավակ։ Եվ ուզում են նրան վիշապը կուլ տալ։ Եվ նրան փախցեցին տարանուր Եգիպտոս, որպեսզի նա փրկվի։ Եվ երրորդ վարկածը սա է։ Կինը որպես եկեղեցի։ Ու որոշ մեկնաբաներ կնոջ մեջ տեսնում են Քրիստոսի եկեղեցին, որի վրա հարձակվում է վիշապը։ Իսկ անապատը այն պաշտպանված վայրն է, որտեղ Աստված պահում է իր ժողովրդին սատանայի հալածանքներից որոշ ժամանակ։ Եվ եթե մենք համարենք այս տեսակետը ճիշտ, ապա կստացվի, որ առաջինը 7 տարիներից առաջ, այս 7 տարիներից առաջ լինելու են նշաններ, որոնց մասին խոսել ենք սկզբում, անօրինության շատացում, չէ, պատերազմներ, երկրաշարժներ եւ այլն։ Հետո հակաքրիստոսը իր դիվային զորությամբ եւ իմաստությամբ վերահսկողություն է սահմանելու աշխարհում կարևորագույն ոլորտների վրա։ Ինչպես որ նշել էի անցած անգամ, որ ոլորտներն են սրանք կարևորագույն՝ կրոնական, քաղաքական, ռազմական, տնտեսական, հա։ Լինելու են մեծ նեղություններ, լինելու են երկրաշարժներ եւ այլն, հետո սատանան իր զորությամբ, իմաստությամբ, հանճարով, այն ամեն ինչ որ նա ստեղծել է ցանցի պես, նա բերելու է այստեղ, որպեսզի կարողանա այս բոլոր կրոնական, քաղաքական, ռազմական, տնտեսական կարևորագույն ոլորտները իրենով անի, բայց ինչքան է որ կամենա, նա չի կարենա ի հայտ գալ, որպես մարմին, մարմնացում, միջև որ երկրի վրայա արգելող կամ խափանվող կոչված մի սուբյեկտ։ Ով է այս արգելողը կամ ով է այս խափանողը։ Երկրորդ Թեսաղոնիկեցիների 2 գլուխ 3 խոսքից։ Տեսեք, նա ամեն ինչ անում է, խորհուրդը երկրի վրայա 2000 տարի։ Հա, այստեղ վերցնենք զրոյական թիվ, այսինքն Քրիստոսը մահացավ, հարություն առավ, գնաց երկինք, եւ ինչպես առաքյալն ասում, որ անօրինության խորհուրդը արդեն աշխարհում է, բայց չի կարող ի հայտ գալ։ Միջև որ կա երկրի վրա խափանողը, եւ նա ամեն ինչ անում է, որ ի հայտ գա։ Բայց նա ի հայտ է գալու 7 տարիների սկզբին։ Եվ թող ոչ ոք, ոչ մի կերպ ձեզ չխափի, ասում առաքյալը, երրորդ խոսքից։ Որովհետև Տիրոջ օրը չի գա, եթե նախ ապստամբությունը չգա եւ չհայտնվի անօրինության մարդը կորստյան որդին։ Տիրոջ օրը չի գա, Հիսուսի երկրորդ գալուստը, հա, նոր ասեցի։ Տիրոջ օրը չի գա, միջև որ ի հայտ չգա անօրինության որդին, կորստյան որդին, անօրինության մարմնացումը։ Նա պիտի ի հայտ գա։ Այսինքն Տիրոջ օրից առաջ պիտի լինի հակաքրիստոսը, պիտի գա հակաքրիստոսը։ Եվ չհայտնվի անօրինության մարդը, կորստյան որդին։ Այն հակառակորդը, որ գոռոզանում է բոլորի նկատմամբ, բոլորի, որն ուշադիր Աստված կամ պաշտամունքի առարկա է անվանվում, Աստված փոքրատառով, կամ պաշտամունքի առարկա, այսինքն մի բան, որին երկրպագում են, մի բան, որը որ պաշտամունք է ուզում, երկրպագություն է ուզում,
մի համակարգ, որը ամբողջ աշխարհը կլանված է նրա վրա։ Չէ՞ որ երբ որ մենք երկրպագում ենք, մենք ամբողջ մեր ուշադրությունը, մեր կլանում է այդ անձնա, չէ՞։ Մեր Տերն է, Հիսուս Քրիստոսն է։ Եվ սա Աստված կամ Պաշտամունքի առակայի անվանվում, նա ամբողջ մեր ուշադրությունն է ուզում, թանկագիներս։ Նա ամբողջ քո ժամանակն է ուզում, նա քո երկրպագությունն է ուզում։ Նա ուզում է, երբ որ դու արթնանաս, քո ուշք ու միտքդ լինի այդ առարկան, այդ ինչ որ մի բանը։ Մինչև իսկ նա Աստծո տաճարում կնստի եւ ինքն իրեն ցույց կտա, թե Աստված է։ Կա երկու մեկնություն, կամ Երուսաղեմում վերակառուցվում է Տիրոջ տաճարը, վերջին անգամ արդեն, որի մասին խոսեցի, Լացի պատը։ Հիմա նրա տեղում է Օմարի մզկիթը, մուսուլմանական, նրանք ամեն բոլոր պատերազմները Երուսաղեմի դեմ են, նկատել եք։ Երուսաղեմը ընդհանրապես աշխարհի ժամացույցն է։ Իսրայելը աշխարհի ժամացույցն է։ Եվ ամբողջը պատտվում է Իսրայելի վրա։ Դա համար Երուսաղեմը կիսել են 4 մասի եւ այլն, այդտեղ չեմ ուզում մտնեմ։ Եվ մեկնություններից մեկը սա է, որ պիտի վերակառուցվի Սողոմոնի տաճարը եւ պիտի գա Հակաքրիստոսը եւ նստի այդտեղ։ Տիրոջ տաճարում եւ պաշտամունք ուզի, երկրպագություն ուզի, սա առաջինը, երկրորդը, միջև իսկ կնստի Տիրոջ տաճարում։ Ինչպես ասեցի, ես եւ դու Տիրոջ տաճարն ենք։ Կնստի Տիրոջ տաճարում եւ իրեն Աստված կանվանի։ Սա երկրորդ մեկնությունը։ Նա քեզ է ուզում սիրելիս։ Նա ինձ է ուզում սիրելիս։ Նա ուզում է, որ մենք իրան թույլ տանք, որ ինքը մեր տաճարի Տերը լինի։ Եվ ինքն իրեն ցույց կտա, թե Աստված է։ Մա չգիտեք 5-րդ խորհուրդ։ Չեք հիշում, որ երբ ձեր մոտ էի, այս բաներն էի ասում։ Եվ հիմա գիտեք, թե ինչ է նրան արգելում, որ իր ժամանակին հայտնվի, որովհետև անօրենության խորհուրդը արդեն զորանում է 2000 տարի արդեն, բայց չպիտի կատարվի միջև որ մեջտեղից վերցվի նա, ով այժմ արգելում է, այստեղ կամ այստեղ միտեղ պիտի այս արգելողը վերցվի, որպեսզի անօրենության մարմնացումը գա։ Եվ այս ժամանակ հայտնվի այն անօրենը, որին Տեր Հիսուսը իր բերանի շնչով կսպանի եւ իր գալստյան հայտնությամբ կկործանի։ Այսպիսով խափանողը կամ արգելողը այն զորությունն է կամ անձը, որը պահում է Հակաքրիստոսին իր միջև նրա բացահայտումը։ Կան մի քանի մեկնություններ, որ խափանողը Սուրբ Հոգին է կամ խափանողը դա եկեղեցին է։ Այսինքն կա խափանող, երրորդն էլ կա, ընդհանրապես չեմ ուզում մտնել, դա կապում են մի քանի աշխարհիկ սիստեմաների կամ կառույցների հետ, ես այդտեղ չեմ ուզում մտնել, բայց կա երկու մեկնություն, խափանողը եկեղեցին է եւ խափանողը Սուրբ Հոգին է։ Այսինքն, քանի եկեղեցին երկրի վրա է, անօրենը չի կարա իրեն հայտնել։ Ինչով է եկեղեցին խափանում իր աղոթքներով։ Նա արգելում է, նա թույլ չի տալիս, դրա համար է շատ կարևոր որ ես եւ դու աղոթենք Սուրբ Հոգով, լեզուներով, որովհետեւ գիտես մենք հրճակումներ ենք անում, մենք կապում ենք, մենք կառուցում ենք, մենք քանդում ենք, մենք նորն ենք, այսինքն մենք չգիտենք ինչ ենք աղոթում, բայց շատ կարևոր բաներ ենք մենք հրճակում։ Եվ երկրորդը սա Սուրբ Հոգին է, որ մեկին եմ ես ավելի շատ եմ որ հակված, ես սա իմ կարծիքն է, չեմ կարող քեզ ասել։ Մի փոքր խոսեմ ննջեցյալների, ես հասցնում եմ ժամանակի մեջ, ննջեցյալների հարությունը եւ Տիրոջ գալուստը։ Նորից Թեսաղոնիկեցիների նամակ, բայց Թեսաղոնիկեցիների 4 գլուխ 13 խոսքից։ Չենք կամենում եղբայրներ, որ ննջեցյալների մասին անտեղյակ լինեք եւ տրտմեք, ինչպես ուրիշները, որ հույս չունեն, որովհետեւ եթե հավատում ենք, որ Հիսուսը մեռավ եւ հարություն առավ, մենք անցած կիրակի այստեղ տոնում ենք, չէ՞։ Տիրոջ փառապանց հարությունը։ Ուրեմն մենք հավատում ենք, չէ՞ որ Տերը հարություն առել։ Որովհետև եթե հավատում ենք, եթե դու հավատում ես, եթե մենք հավատում ենք, որ Տերը մեռավ եւ հարություն առավ, այդպես էլ Աստված Հիսուսով ննջեցյալներին կյանքի կբերի նրա հետ։ Առաջի Թեսաղոնիկեցիների 4 գլուխ 13 խոսք։
Հիսուսով ննջեցյալներին կյանքի կբերի նրա հետ։ 15-րդ խոսք։ Ահա Տիրոջ խոսքի հիման վրա սա եմ ասում ձեզ, թե մենք ողջերս, որ կմնանք մինչև Տեր Հիսուսի գալուստը, ննջեցյալներից առաջ չենք անցնի, քանի որ Տերն իր հրամանի ազդարարությամբ, հրեշտակապետի ձայնով, Աստծո փողի հնչությամբ երկնքից ցած կիջնի եւ Քրիստոսով ննջեցյալները նախ հարություն կառնեն։ Եվ հետո մենք ողջերս, որ մնացած ենք նրանց հետ միասին ամպերի մեջ կհափշտակվենք Տիրոջը դիմավորելու եւ այդպես ամեն ժամ Տիրոջ հետ կլինենք։ Ուրեմն միմյանց մխիթարեք այս խոսքերով։ Ինչա ստացվում, գրված է Հիսուսի գալուց առաջ ննջեցյալները, ովքեր որ Հիսուսով ննջել են, հարություն են առնելու գերեզմաներից։ Կլսեն Տիրոջ ձայնը, Տիրոջ հրեշտակապետի փողի ձայնը եւ հարություն կառնեն մեռելներից, եւ մենք բոլորս, ովքեր որ կենթանի կմնանք, կլինենք, կհափշտակվենք, այսինքն եկեղեցին կհափշտակվի ամպերի մեջ փոխակերպվելով։ Ինչ փոխակերպվելու մասին է խոսքը, անապական մարմնի մասին է այստեղ խոսում։ Այսինքն մենք անապական մարմին պիտի առնենք, որն ասա Հիսուսը այն մարմնով որ հարություն առավ, այդ նույն մարմինը մենք պիտի հագնենք, որովհետև ինչպես որ Ադամինը, այդպես էլ Ադամիններինը, չէ՞։ Ինչպես որ Ադամը մարմինից, հողից մարմին, այդպես էլ մենք բոլորս հողից ենք եւ մարմին ենք։ Այդպես էլ Հիսուսինները, Հիսուսը հանապական մարմին առավ, երբ որ հարություն առավ մեռելներից, այդպես էլ այդպիսի մարմին առնելու է եկեղեցին։ Բոլոր նրանք, ովքեր որ Քրիստոսով ննջեցին այս տարիների մեջ, հիմա 2000 տարի է։ Եվ բոլոր նրանք, ովքեր որ Հիսուսինն են, եկեղեցուն են միացած, ունեն ճշմարիտ ապաշխարություն, ուշադիր։ Ճշմարիտ ապաշխարություն, վերստին ծնունդ։ Իրեն շատ լավ է, որ եկեղեցի են գնում տարիներ, տասնամյակներ, բայց եթե չունենք ներսում վերստին ծնունդ, մենք այս առաջի հարությանը չենք մասնակցելու։ Գրված է լինելու է երկու հարություն։ Եվ երանելի է այն մարդը, որ առաջի հարության մեջ բաժին ունի, որովհետև Տերը առաջի անգամ եկավ փրկելու, երկրորդ անգամ գալու է դատելու համար։ Եվ ով որ առաջի հարությանն է մասնակցելու, երանելի է դա, որովհետև երկրորդ մահը նրան չի վնասի։ Իսկ այն մարդիկ, ովքեր որ մասնակցելու են երկրորդ հարությանը, երբ է դա լինելու, 1000-ամյայից հետո։ Այս գիծը շարունակենք, վերենք այստեղ, հա? Լինելու է 1000-ամյա թագավորություն։ Սրանից հետո լինելու է դատ, եւ սրանից հետո նորից հարություն, ամբարիշների հարություն այստեղ լինելու։ Այ ասում է Տիրոջ խոսքը, երանի նրան, ով որ առաջի հարության մեջ բաժին ունի, կամ այստեղ, կամ այստեղ, կամ այստեղ։ Երեքից մեկում։ Երանելի է նա, ով որ այս առաջի հարության մեջ բաժին ունի, երկրորդ մահը էլ նրան չի վնասի։ Բայց բոլոր նրանք, ովքեր որ այս 1000-ամյայի մեջ ննջած կմնան, այսինքն գերեզմաներում կմնան, եւ եկեղեցին այս 1000-ամյա թագավորության ժամանակ Հիսուսի հետ միասին թագավորելու է, հետո լինելու է դատ եւ հարություն նորից, որովհետեւ մարմնով են, չէ՞, մարդիկ մեղ գործում, եւ մարմնով պետք է հարություն առնեն, որպեսզի պատասխան տան Տիրոջը։ Ժամանակը սպառվեց, ես կարծես թե հասցրեցի։ Կան 3 հիմնական հայեցակարգեր եկեղեցու ապշտակության ժամանակի մասին, մեծ նեղությունների համատեքստում, որ առաջինը եկեղեցին հափշտակվում է մեծ տառապանքից առաջ, սա համար 1, առաջի կարծիքը, եկեղեցին հափշտակվում է մեծ տառապանքից առաջ, 7 տարիների սկզբում, եւ եկեղեցին չի անցնելու վերջի ժամանակների սարսափների մեջով, որտեղ այստեղ սարսափելի բաներ է տեղ ունենալու։ Առաջի 3 տարում խաղաղություն է լինելու, այսինքն գալու է հակաքրիստոսը եւ խաղաղություն արճակելու, փրկելու է այս սարսափած աշխարհը, վակեցած, պատերազմի մեջ աշխարհը փրկելու է եւ մարդիկ ասեն, եթե ինքը չէ, բա ով։ Դες փրկեց, դες ազատեց, բժշկեց սաղին, այնպիսի մի բաներ կատարեց, որ եթե ինքը չի, բա ով է, որտեղ պետք է նստի Տիրոջ տաճարում իրեն Աստված անվանի։ Հասկանում ես, եւ շատ-շատերին մոլորեցնելու է այստեղ։ Այսինքն առաջինը սա է, որ գիտես ինչ, այստեղ է հափշտակվում եկեղեցին եւ այդ մեծ տառապանքները չի տենա։ Այստեղ գալու է ինքը խաղաղություն արճակելու 3.5 տարի կարծեցյալ խաղաղություն եւ հետո 3.5 տարի հետո այնպիսի նեղություն, այնպիսի տառապանքներ, այնպիսի արհավիրքներ, որ սարսափելի անգամ մտածել դրա մասին։
Երկրորդ մոտեցումը, եկեղեցին հափշտակվում է տառապանքի կեսին, այստեղ։ 3.5 տարի հետո, երբ եկեղեցին հափշտակվում է։ Եվ Սուրբ Հոգին եւ եկեղեցին կհեռանան եւ հակաքրիստոսը լիովին արդեն կբացահայտվի։ Եվ երրորդ տարբերակը սա է, տառապանքից հետո։ Այսինքն, այս 7 տարիները ավարտվում է, եկեղեցին այստեղ հափշտակվում է, Հիսուսի հետ միասին գալիս են եւ հազարամյակը կայանում է։ Եկեղեցին պիտի անցնի այս խաղաղությամբ, այս 3.5 տարի, այս բոլոր խաբեության մեջով անցնելու է։ Սա 3 կարծիքներ, որը որ պատտվում է աստվածաբանության, TV-ներում, քո ձեռքերի հեռախոսի մեջ, այս բոլոր կարծիքները կա։ Ես կարծում եմ կամ էստեղ է, կամ էստեղ է, բայց արի զինվենք համբերատարությամբ եւ այն մտքով, որ մենք այստեղ ենք հափշտակվելու։ Եվ մենք անցնելու ենք այս ամեն մի արհավիրքը։ Ինչու՞։ Թող սա լինի քեզ համար, թող փառաբանության թիմը գարթեն։ Թող սա լինի քեզ համար, այն որ ասում է զապասնոյ պարաշուտ որ կա է, արի շատ այն որ հայկական բառ օգտագործեմ, արի շատ արխային չընկնենք եւ ասենք մենք չենք տենալու այդ մեծ նեղությունները, Հիսուսը ինձ կփրկի, Հիսուսը ինձ կազատագրի եւ մենք կհափշտակվենք երկինք պոստեմենյա խոց պատոп, չէ։ Արի զինվենք այն մտքով, որ մենք անցնելու ենք այս մեծ տառապանքն ու նեղությունները, որպեսզի գիտես, եթե հանկարծ մենք այստեղ հափշտակվեցինք, Փառք Աստծո, զատո ուժեղ եւ փառավոր կյանք կունենանք։ Զատո սրբության կյանք կունենանք, ինչպես որ մի քիչ առաջ երկում ենք, Սուրբ Սիրտ ստեղծի իմ մեջ, հա։ Արի մենք զինվենք այս մտքով, որ մենք այստեղ ենք հափշտակվելու։ Եվ անցնելու ենք ամեն դժվարություն, տառապանք, նեղություն, արհավիրք, տեսնելու ենք։ Բայց եթե հանկարծ այստեղ հափշտակվեցինք, Փառք Հիսուսին, հրաշալի է։ Հետո մենք ուժեղ քրիստոնյաներ կլինենք, հա։ Այնուամենայնիվ շատ արխային է չընկնենք։ Լավ։ Ամփոփելով արագ այսօրվա թեման, սա եմ ուզում ասել։ Լինելու է մեծ նեղություն, տառապանք, արհավիրք եւ այլն եւ այլն։ Եվ կա մեկը, որ պիտի գա հակաքրիստոսը, կա մեկը, որ պիտի գա եւ փորձելու է ամեն ինչ անի, որպեսզի փրկի, ազատագրի եւ գալու է եւ անելու է։ Եվ նա գալու է խաղաղություն արճակելու, եւ նա գալու է այդ մեծ համաշխարհային պատերազմը կախելու է։ Արհավիրքները, հիվանդությունները, պանդեմիաները բուժումա բերելու, այսինքն բերելու է շատ լուրջ պատասխաններ մեր շատ լուրջ հարցերին, որպեսզի կարողանա խաբի շատերին։ Լինելու է մեռելների հարություն, լինելու է հափշտակություն եւ երանի այն մեկին, ով որ կունենա բաժին առաջի հարության մեջ։ Դա համար թանկագին եկեղեցի, շատ լավ է, որ գալիս ես եկեղեցի, շատ լավ է, որ ունես հոգևոր կյանք, բայց պայքարը չդադարես։ Հոգիդ, միտքդ, շունչդ միշտ արթուն պահի, միշտ ուժեղ եղի Տիրոջ մեջ, չխաբվես ոչ մի նյութական բաներին, չխաբվես ոչ մի լավ փայլող առաջարկներին, չխաբվես հանկարծ, որովհետև նորից եմ ասում, սատանան հիմար չի։ Ինքը կուզենա ամեն ինչ անի, որ քեզ կտրի, առաջինը եկեղեցուց, հետո նոր մնացածը հեշտ հարցեր լուծելը։ Հենց բանակից դուրս հանեց, ինչքան ուզում ես ուժեղ զինվոր եղիր։ Աշխարհի ամենալավ բանակի, աշխարհի ամենալավ զինվորը եղիր, բայց եթե դու բանակից դուրս ես, հա, ունենք զինվոր։ Եթե բանակից դուրս ես, դա դու շատ հեշտ, շատ ուժեղ թիրախ ես սատանայի համար։ Մնացածը ժամանակի հարց է։ Դա համար ամեն ինչ կանի, առաջինը պոկի քեզ եկեղեցուց, հետո արդեն Աստծուց, աղոթքից, հոգևոր կյանքից, ել եմ ասում, մնացած արդեն ժամանակի հարց է։ Մեկի մոտ մի քիչ երկար է տևում, մեկի մոտ մի քիչ կարճ է տևում, բայց ամեն դեպքում տևում է դա։ Համար գեր ուշադիր լինենք, մեկս մյուսին, Աստծո խոսքը ասում է, որ իրար ուշադիր եղեք, որ հանկարծ մեկը Աստծո շնորհքից չընկնի, եւ մի դառը արմատ չբուսնի սրտում, եւ դրանով շատերը պղծվեն։ Հերիքա մեկ դառը արմատ լինի, հերիքա մեկը շնորհքից ընկնի, հերիքա մեկը մի փոքր հեռանա։ Եվ հետո նայում ես շատերը պղծվեցին այդ դառը արմատով։ Ոնց։ Դե կիսվեցի, դե պատմեցի, դե դարձ էի պատմում։ Հետո տենում ես դառնացան, թունավորվեց, սատանան հիմար չի։
Նա ամեն ինչ կասի ճշմարտանման, շատ մոտ ճշմարտությանը։ Դամար ուշադիր լինենք մեկս մյուսին, հա? Աղոթող լինենք մեկս մյուսի համար։ Ու գիտես ինչ անենք, ասում ինչպես որ Ղովթի օրերում էր, ինչպես որ Նոյի օրերում էր, ոչ ոք չէր սպասում թե այդ օրը երբ կգա։ Ամեն ժամանակ արթուն լինենք, արթուն, որպեսզի փորձության մեջ չընկնենք, ուշադիր լինենք, որովհետև Ղովթը չգիտեր, երբ կգան այդ հրեշտակները եւ նրանք ազատային Սոդոմից Գոմորից, եւ Սոդոմացիները չգիտեին, թե հենց այս առավոտ, որ նրանք լուսացրեցին, դա նրանց վերջի առավոտն էր, որ նրանք արթնացան բոլորը իրենց գործերով, բոլորը իրենց մեղքերով, նրանք չգիտեն, որ դա նրանց վերջի առավոտն էր, որ Աստծո դատաստանն է գալիս այդ քաղաքի վրա, մեղքերի եւ պղծությունների շատացման պատճառով։ Ամեն։ Ումա վրոձի տեղավորվեցին։ Աղոթենք, քեզ հետաքրքիր էր։ Սա ավելի շատ ինֆորմացիոն ծառայություն էր։ Ես կփորձեմ հաջորդ կիրակի ավարտեմ, որովհետև երկար շատ ձգվեց այս վերջի ժամանակների թեման։ Ես փորձեմ հաջորդ կիրակի ավարտեմ, որովհետև սրտումս բաներ կա, ուզում եմ խոսել քեզ հետ։ Բայց արի աղոթենք, արի բարձրանանք, արի կանգնենք Աստծո առաջ։ Աղոթենք, որ Տերը օգնի մեզ, որ մենք անցնենք այս ժամանակը պատվով, անցնենք ուժեղացած եւ սպասենք մեր Տիրոջ ամեն ժամանակ։ Գիտես, արի կարդա այսօր կկարդաս անպայման Մատթեոսի 24-րդ գլուխը, հետաքրքիր գլուխ է։ Այնտեղ օրինակ է բերում, եթե ասում տանտերը իմանար գողը երբ է գալու, կհսկեր չէ տունը։ Բայց գողը գալիս այն ժամանակ, երբ որ չեն սպասում նրան։ Amma այդպես է լինելու Տիրոջ օրը, գողի պես է գալու, հանկարծակի, երբ որ չէ սպասում։ Մի պահի այսպես կտեսնենք, որ ոմանքս կտեսնենք, որ հափշտակում ենք արդեն, երկնքում ենք։ Իսկ ոմանք ցավ են նշում, կտեսնեն, որ հափշտակվեցին։ Ուշա։ Ինչպես որ Աստված փակեց տապանի դուռը, Աստված փակեց տապանի դուռը։ Որտեղ եթե Նոյին մնար, Նոյ կարող բացեր, բայց Աստված տվել է ժամանակ մարդկությանը 100 տարի։ Աստված տվել է ժամանակ մարդկությանը արդեն 2000 տարի։ Չտացի որ մենք մի օր արթնանանք եւ հափշտակության մասին կարդանք ինտերնետում դա կամ լուրերում տեսնենք։ Աման ինչ հայր է։ Արտասանք, տեսանք, որ բարեկամներից մեծ մասը չկա։ Այն մարդիկ, ովքեր եկեղեցի էին գնում, Աստծուն էին պաշտում, մենք ձեռ ենք առնում, գիտես արհավիրք է լինելու։ Երեխաները հափշտակվելու են, որովհետև Աստծունն են։ Արթաները հափշտակվելու են, որովհետև Աստծունն են։ Միգուցե հաջորդ շաբաթ սրա մասին ավելի շատ խոսեմ հափշտակության մասին, շատ քիչ անդրադարձա, բայց ամեն դեպքում սա փաստ է, որը լինելու է։ Եվ եթե մենք հավատում ենք Հիսուսի հարությանը, ուրեմն մենք պիտի հավատանք, որ մենք նույնպես հարություն ենք առնելու կամ հափշտակվելու ենք։ Ուրիշ ճանապարհ չկա, սա է քրիստոնյաների իրար մխիթարել, ասում իրար մխիթարեք այս լուրով, իրար մխիթարեք այս խոսքով։ Լավ, որովհետև ինչքան է տառապանք լինի, ինչքան նեղություն, սուգ եւ այլն, իրար մխիթարենք, որով գալու է այդ փառաված օրը, գալու է այդ լավ օրը։ Եվ ես հետ է խոսում, ասում է, ես երբ որ մի հատ բանի ես սպասում, հա, պրիսակ սպասում ես լավ, ես սպասում ես պրիսակա լինելու, հետո սպասում ես սայա լինելու, հետո սպասում եմ, դա ուժ է տալի մեզ, չէ, երբ որ դու գիտես, որ կգա ժամանակ, կգան օրեր, որ մի հատ լավ բան է սպասվում, դա ուժ է տալի մեզ, դա մխիթարում է մարդու սիրտը։ Այդպես էլ արի մենք իրար մխիթարենք, ինչքան է դժվար ճանապարհ ենք հիմա գնում։ Կա լավագույն ճանապարհ, եւ մի օր սա գալու է, եւ փառք Աստծուն սրա համար։ Արի աղոթենք։ Երկնային Սուրբ Աստված, փառք քեզ քո ճշմարտությունների համար, շնորհակալ ենք Տեր, շնորհակալ ենք, որ դու տալիս ես մեզ, կերակրում ես մեզ քո խոսքով, հույսով, շնորհակալ ենք Տեր, որ դու մեզ գնեցիր անեծքից, որ մենք բաժին ունենք քո մեջ, եւ ես աղոթում եմ Տեր, բարեխոսում եմ հիմա քո եկեղեցու համար, որ մենք իրականում Սուրբ Երկյուղը չկորցնենք, որ հանկարծ չստացվի, որ մենք հայտնության մասին ներողություն, որ մենք հափշտակության մասին լսենք, այլ մենք ուզում ենք բաժին լինենք հափշտակության մեջ։ Մենք ուզում ենք բաժին ունենանք սրա մեջ, որ մենք հափշտակվենք կամ հարություն առնենք, Տեր, լսելով քո ձայնը։ Շնորհակալ ենք քեզ, Տեր, քո հոգու համար, որ դու մեզ տվեցիր, որով մենք վարվում ենք եւ առաջ ենք շարժվում։ Փառք լինի քեզ Տերս, աղոթում եմ եկեղեցու համար, ընթացքի համար, որ եկեղեցին ավելի սրբացման մեջ գնա, եկեղեցին ավելի առաջանա,
զորության մեջ եւ իշխանությունը գիտակցելով կիրառի այն եւ լիարժեք հաստատուն լինի իր կոչման մեջ։ Շնորհակալ ենք։ Փառք քեզ Հավիտյանս Հավիտենից, Հորը, Որդու եւ Սուրբ Հոգուն։ Հալելույա։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Արի այս խոսքերով իրար մխիթարենք։ Տերը շուտով գալու է։ Ամեն եւ մեզ տանելա երկինք իր հետ, իր մոտ։ Այսպիսով Տերը օրհնի քեզ, պարզի քո ձեռքը։ Տերը օրհնի քեզ ու պահի քեզ։ Տերը պայծառեցնի իր երեսը քեզ վրա եւ ողորմի քեզ։ Տերը բարձրացնի իր երեսը քեզ վրա եւ իր խաղաղությունը քեզ տա։ Եվ Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը ամենքիս հետ լինի։ Ամեն։